Մի փոքր շեղվենք թեմայից։ Սամվել Կարապետյանը նշում էր, որ պետք է համախմբվել, հանդիպել։ Դուք տեղեկություններ ունեք, Սամվել Կարապետյանը հանդիպել է օրինակ Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ։ Դուք նկատել եք, ես ուրբաթ օրվանից ժամը 11-ից մինչև երեկոյան ուշ ժամերը գտնվում եմ Սահմանադրական դատարանում։ Սամվել Կարապետյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ վստահ եմ առաջիկայում դուք տեղեկություններ կստանաք, այն որ որոշակի համախմբման գործընթացը բնական է, որոշակի իմաստով անհրաժեշտ է, դա եւս փաստ է եւ կարծում եմ մեր հայրենակիցները եւս ունեն այդ կարծիքը։ Իսկ մանդատների մասով երբ որոշում կլինի Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Սահմանադրական դատարանի քննության առարկա է, հաշվի առեք նաև ընդհանրապես նոր ընտրությունների անցկացումը, երկրորդ փուլի անցկացումը կամ մանդատների բաշխման նոր կարգի սահմանումը։ Մենք նաև հենց տարբերվում ենք քաղաքացիական պայմանագիր ուժից նրանով, որ Սահմանադրական դատարան ինստիտուտը պետք է հարգել, անկախ բովանդակությունից, բայց գոնե ձևական մասը պետք է հարգել։ Դուք տեսաք այս ժամանակահատվածում իրենք կարծես արդեն պաշտոններից են խոսում եւ այլն այն պայմաններում, երբ Սահմանադրական դատարանը պայմանականորեն կարող է ընդհանրապես նոր ընտրությունների հիմքը հանդիսանալ։ Հետևաբար վաղ է դեռ դրա մասին խոսելը, բայց վստահ եղեք, երբ արդեն այս գործընթացը կավարտվի Սահմանադրական դատարանում, մանրակրկիտ դրան անդրադարձ կկատարենք։ Առնվազն այս փուլում եկեք ֆիքսենք, որ ընդդիմության կողմից, ընդդիմադիր ուժերի կողմից որևէ մասշտաբային բնույթի ընտրախախտման հետ կապված դատողությունները, որտեղ դուք հիշում եք, նույնիսկ ասում են 500,000-ից ավելի ձայներ է իբրև, դրանք որևէ ինչ-որ մի խնդրի հետևանքով են։ Դրանք բոլորը սին էին, դրանք բոլորը իրականության հետ առնչություն չունեին եւ դրա փաստը նաեւ երեկվա տեղի ունեցած հայտարարություններն էին։ Զուգահեռաբար իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքի տարածումը եւ մի շարք այլ երևույթները փաստ է, որ տեղի ունեցել են։ Շնորհակալ եմ։